Նա ստեղծեց մարդկության պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը, ջնջելով երկրի երեսից գրեթե 40 միլիոն մարդկային կյանք։ Չինգիզ խանի անունը սարսափ էր ազդում ամբողջ աշխարհին, բայց նրա ուղին սկսվեց բացարձակ աղքատությունից և դավաճանությունից։ Դեռ մանուկ հասակում սովից փրկվելու համար նա սառնասրտորեն սպանեց իր խորթ եղբորը, ընդամենը մի կտոր որսի մսի պատճառով։ Նա միավորեց վայրի մոնղոլական ցեղերը, վերածելով նրանց անպարտելի ռազմական մեքենայի, որը գետնին էր հավասարեցնում հզորագույն քաղաքներ, թողնելով միայն արյուն և մոխիր։ Չինգիզ խանը հավատում էր, որ մարդու մեծագույն ուրախությունը իր թշնամիներին ոչնչացնելն է։ Երբ նա մահացավ 1227 թվականին, նրա թաղման թափորը սպանում էր բոլորին, ում հանդիպում էր ճանապարհին, գաղտնիքը պահպանելու համար։ Մինչ օրս աշխարհի ամենադաժան նվաճողի գերեզմանը մնում է չգտնված, ընդմիշտ թաքնված անհայտության և դարավոր խավարի մեջ։